Աստծով սրո։ Չէ, ես նորմալ պահվածք չէր, սա ադեկվատ չէր, ինչի պիտի Անգելինայի մայրը գա ու ինձ նման բան ասի, չեմ հասկանում, որն էր սրա իմաստը կամ պատճառը, համատարած տագնապ է, այս ինչա կատարվում, ես արդեն չգիտեմ ումից ինչ պատասխան սպասեմ, բոլոր խնդիրները թափվում են գլխիս ու էլ չեմ գտնում լուծման ձևերը, ամենամեծ մտածմունքս երեխես է, Եթե հանկարծ պարզվի, որ այսքան ժամանակ ողջ ա եղել, ես կգժվեմ, Աստված իմ, ես կգժվեմ։ Լավ, եթե իրականում ողջ ես, ուրեմն որտեղ կլինես։ Մամ, ես դպրոցի դիմաց եմ, դուք ուր եք։ Դու ներսում չես։ Պապան։ Լավ։ Անգել, կխոսես հասկանամ ինչ ա եղել։ Պապ, չգիտեմ, իմ մոտ նենց տպավորություն է, որ ես ինչ-որ մարտական ֆիլմում եմ նկարվում։ Չեմ հասկանում շուրջս ինչ ա կատարվում։ Լավ, ճիշտ ձևակերպեմ հարցս։ Հիմա ինչ ա եղել։ Գնացել էի Սոսի հետ հանդիպման։ Ինչ-որ տարօրինակ մարդիկ ներս մտան ու իրան բռնի ուժով տարան տնից։ Ինչի էր գնացել Սոսի հետ հանդիպելու։ Որովհետև իրան տեսնելուց հետո մի տեսակ ագրեսիվ էր դարձել, ես էլ գնացի, որ պարզաբան եմ եղացել։ Ախր քո ինչ գործն է, ինչ ես մտնում սենց հարցերի մեջ։ Դուք ես հաշիվ տալիս ես։ Բոլորը ձեզ շատ տարօրինակ եք պահում, ես էլ չեմ կարող այս անորոշության մեջ ապրեմ, ուզում եմ պարզաբանեմ ամեն ինչ։ Դրա համար որոշեցիր առանց ինձ ասելու գնաս Սոսին հանդիպես, հա։ Հա, պապ, նենց ես հետ ես խոսում, ոնց որ ես 2 տարեկան երեխա եմ։ Ես իրավունք չունեմ գնամ ու մարդկանց հետ հանդիպեմ։ Չէ, իրավունք չունես։ Կլինի իմ գործերից չթաթախվես։ Ավելի լավ է դու քո ուսմամբ զբաղվես։ Ոչ համասարան ես գնում, ոչ պրակտիկայի ես մասնակցում։ Երբ հարցնում եմ, ես հոգեբանորեն պատրաստ չեմ։ Բայց Սոսի մոտ գնալու համար հոգեբանորեն պատրաստ ես։ Պապ, բայց ինչի ես գոռում։ Լավ եմ անում։ Այս ամեն ինչ չափ ու սահման ունի։ Գլուխը մարդուն մտածելու համար է տրված, աղջիկ ջան։ Պապա, բայց ես ոչ մի վատ բան չեմ արել։ Արել ես։ Ախր Սոսն ով է, որ Սոսի հետ հանդիպելուց հետո լարվեի։ Մի բան եմ նես հորինել ես։ Ու հավատացել ես հորինացին, որ գնացել ես Սոսի հետ հանդիպան։ Դրա իմաստը որն է։ Պապ, իմաստն է նա, որ անորոշության մեջ չապրեմ, ես հոգնել եմ արդեն այս անորոշությունից։ Մայրդ ուր է։ Չգիտեմ, ասեց գալիս է դպրոց։ Հենց եկավ կբռնես ձեռքը կգնաս տուն։ Տնից դուրս չգաս, մինչև ես չգամ։ Հասկացար։ Ուր ես գնում, պապ։ Քո գործը չի։ Էլի սենց բան ես արել, ձեռքից ես չես բրծնի։ Հա, ախպեր, խի ես նեղանում, ամբողջ քաղաքով մեկ պտտվեցին, գոնե մի բան իմանանք, մի հուշում։ Հետո ուզում ես ամբողջ քաղաքով 3 օր անդադար պտտվեմ։ Կարաս սուս մնաս, արա։ Ինչ նստել ենք ավտոն, հա հարցեր ես տալի, ոնց որ քննության լինեմ։ Ներվերս էլ հետո չի երիքում։ Ախպեր, հա, բայց չիմանամ ուր է թամ։
Հո դու հիվանդ չես։ Ուր գնամ, ուր, կուդա։ Հալալ սենց ուղիղ քշի։ Ահա, ապրես։ Իմ աշխելքն ասա, որ հետդ ֆռում եմ։ Արա դու չես հասկանում։ Ասում եմ հերս, կարա նենց քայլեր անի, որ սաղ կյանքը տանեմ փակեն։ Չես գիտակցում պահի լրջությունը։ Հետ դու չես գիտակցում, որ գիտակցես մի հատ կհանգստանաս, գլուխ գլխի կտան կհասկանանք այդ մարդը ուր է։ Հալալ ինչի ես կանգնել։ Քշի, ապեր, քշի, թե չէ հեսա ես քեզ կիչացնեմ, կնստեմ մենակով կգնամ։ Հլնայելի ասում է քշի։ Ախպեր, ուր։ Ամենուր։ Վախ հորս արև։ Արդեն եկել եմ, կարող եք չսխմել։ Ես դուրս եմ գալիս։ Ուր։ Տեղ գործ ունեմ, բժիշկ կա, թե ասա տոգանից դուրս գերեն։ Բայց հիմա չեք կարող։ Հələ նայի, որ պրինցիպի ակցում։ Դու հազարումի գործ ունեմ, աղջիկ ջան։ Հեռախոսս անջատվել է։ Չեմ կարում ոչ մեկ հետ կապ հաստատել։ Ամեն ոտքերից մատերը սառում է։ Բան անում, դողա բռնում։ Ես հիմա ծածկոց կբերեմ։ Այ մարդից ծածկոց, մասկոց, դու ես իմ ինչ այդյալ մատյալ պետք չի է, դուրս գրեք գնամ հազարատ գործ ունեմ ես։ Եկեք երեխություն մի արեք, լավ, պետք է մնաք մեր հսկողության տակ։ Բալը երեկվա երեխին ինձ ասում է երեխություն մի արա։ Շորերս ուր են։ Խնդրում եմ, հանգիստ պարկեք։ Ասում հեռախոսս անջատվել է, ոչ մեկ էլ չեմ կարում կապի դուրս գամ։ Ես հիմա լիցքավորիչ կբերեմ։ Կմիացնեք, կզանգեք, լավ։ Բայց լավ ես համոզում, հա, գիտես։ Ես հիմա կբերեմ, միայն դուք հանգիստ պարկեք։ Ջայլ աղջիկը, բայց լավ էլ համոզում է։ Լսում ես։ Ինչ ա եղել։ Հիմա էլ հարցից հարցով ես պատասխանում։ Աղջիկը կյանքս կերել է, հիմա էլ դու։ Քո սենյակում է։ Ուր էիր, Վիկա, ինչի ես լացակմած։ Գնացել էի Աննային տեսնել։ Չհասկացա, որոշել եք ինձ իր ֆակտի հասցնեք։ Ավակ մի բղավի, մի մոռացի դպրոցում եմ։ Լսիր, հերիքա ձեզ ու գլուխ բաներ անեք։ Ինչի էիր Աննայի հետ հանդիպել։ Դե ուզում էի խոսեի հետ։ Չնայած հիմա փոշմանում եմ շատ ավելորդ բաներ եմ ասել, բայց դե պետք է հասկանաս, լարված եմ։ Ես հասկանում եմ բոլորի, դուք ինչ չեք հասկանում։ Մեր ու աղջիկ նույնն եք, նա էլ էր գնացի սոսի հետ հարցեր պարզելու։ Ինձ թվում է ամեն ինչ ջրի երես է դուրս եկել։ Դեռ ես ու դու չգիտենք։ Գրադարանում աղջիկդ, վերցրու գնացեք տուն, տանից դուրս չգա։ Բա դու ուր ես գնում։ Չգիտեմ, գնամ մի հարմար տեղ կախվեմ։ Խնդրում եմ, պարկեք, ձեզ չի կարելի ոտքի վրա մնալ։ Ինձ կարելի է։ Դե լավ էլի, սենց չեղավ։ Ես անտերից դնեիք մաճակալի կողքը, այդտեղ ընդեք կլնեի, չի գացե ասնեի։ Պարոն Շախուն, սա հիվանդը սենյակ է։ Հետո ինչ։ Կամ պարկում եք, կամ կանչում եմ բժշկին։ Հա, լավ ասեցի, դա։ Մի հատ էլ ասեի, եթե քեզ խելոք չպայես, բժշկին կկարչեմ, կգա քեզ կսրսկի։ Չէ, սրսկելու դեպքում ես եմ սրսկելու, բայց դրան չհասցնենք։ Թողեք հեռախոսը լիցքավորվի, դուք պարկեք։ Աղջիկ ջան, կյանքս կերար, ինչ ես ուզում իզնից։ Ոչինչ, մի կերպ կդիմանաք։ Աղջիկ ջան, բախտդ բերել է, թորամս տարիքին ես, Ֆայնայիս տարիքին ես, այ եթե թորս իմանա, որ հիվանդանոցում է, իսկույն կգա տիրություն կանի, հենց հեռախոսը, արդեն զայրատկեն վերսենի կտաս կզանգեմ տեսնեմ էդ, ապուշները ուր են, ոչ մեկ է չեմ կարում կապի դուրս կա։
Սոս։ Մամ։ Հա։ Այս փաստորեն դու ես, հա, պապայի տրամադրությամբ։ Ինչից վերցրեցիր։ Դե դարակներն ես քանդում։ Բայց եթե հարցնեմ ինչ ա եղել, հաստատ կասես ոչ մի բան չի եղել։ Իրոք ոչ մի բան չի եղել։ Ես ուղղակի չեմ հասկանում ինչի եք ձեզ սենց տարօրինակ պահում։ Ու ասամ ավելին, մինչև չպարզեմ, չեմ հանգստանալու։ Կլինի դու էլ ոչինչ չպարզես։ Իսկ կլինի, որ դուք էլ ձեզ սենց չպահեք։ Հա, Աննա Բագրատովնա։ Ոնց ես, Անգելինա ջան։ Լավ եմ, դուք ոնց եք։ Ճիշտն ասած, մի քիչ զարմացած։ Ինչի համար, ինչ ա եղել։ Այսօր մամայիդ հանդիպեցի։ Անկեղծ ասած, շատ տարօրինակ պահեց իրան ու շատ վատ խոսեց իմ հետ։ Ես հիմա ուզում եմ պատճառը հասկանամ։ Պատճառը հասկանում եմ դու ես, բայց դրդապատճառն եմ ուզում իմանալ։ Բոլես, եթե դու չես ուզում պրակտիկայի գալ, ոչ մի խնդիր չկա, ստիպողաբար չի, բայց ես ուզում եմ իմանամ, ես քեզ նեղացրել եմ։ Ես քեզ միշտ մեծագույն սիրով եմ վերաբերվել ու Չէ, ինչ եք ասում, Աննա Բագրատովնա, ես ուզում եմ կամ պրակտիկայի ու շատ սիրով գալիս եմ։ Իսկ մաման երևի, չգիտեմ, այս վերջի դեպքերի հետ կապված մի քիչ նյարդային ա դարձել, դրա համար այդպես խոսել, թե չէ ուրիշ խնդիր չկա։ Ամենայն դեպս ես ուզեցի քո հետ խոսեմ, որ հետո հանկարծ իրար սխալ հասկանալու պատճառ չլինի, դու գիտես ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ես էլ ձեզ։ Դե ուրեմն շատ ավելի լավ բալես։ Լավ մնա իմ աղջիկ։ Դուք էլ լավ մնացեք, Աննա Բագրատովնա։ Մամ, կարամ հասկանամ ինչի ես գնացել Աննա Բագրատովնայի հետ հանդիպման։ Հա, ավակ։ Ինչ ես ուզում։ Ըստ ռամաբանության երևի ես էլ պիտի ասեմ։ Ուզում եմ, որ ոչ մեկը չլինեք մեր կյանքում։ Կարողանալու ես կազմակերպես։ Լսի, ավակ, իմ համար այնքան մեկ ես, դու էլ, քո կյանքն էլ։ Ոնց հասկանում եմ, Անգելինայի հետ կապված ամեն ինչ չերի երեսա դուրս գալիս։ Ու դրա մեղավորներից մեկը դու ես, ավելի ճիշտ գլխավոր մեղավորը։ Ես։ Խառն ես, ավակ։ Չէ, բայց նենց բոլորիդ կխառնեմ, որ օրերով իրար գլուխ չեք հավաքվի։ Սոսի առևանգումից էլ եմ տեղյակ, ու գիտեմ, որ քո մատը խառն է։ Դե տղուտ հանդիպում փնտրելուց էլ մի այլ տիպի տեղյակ եմ։ Ու այս ամեն ինչի եզրահանգումը աղջկաս կորցնելն է լինելու։ Ես դա զգում եմ ու թույլ չեմ տա։ Հիմա գիտեմ ովքեր են ծնողները, ու հավատա, ավելի ու ավելի վտանգավոր է դառնալու։ Իսկ սկզբանե սրա մասին միայն դու գիտեիր։ Հիմա ոնց հասկանում եմ քաղաքի կեսը տեղյակ է։ Հիմա հասկացար, ինչ եմ զանգել։ Իսկ դու ընդհանրապես հասկանում ես ում ես զանգել։ Զանգել եմ իմանաս։ Ուզում եմ ընտանիքիդ անդամը լինի, ուզում եմ բարեկամդ լինի, թշնամիտ լինի։ Եթե
մեկ ինձ վտանգ զգացի, կտրուկ քայլերի եմ անցնել։ Հասկացար։ Նայի, նենց խալ ժամանակ ես զանգել։ Արի դու քո ձեռով անջատի ես զանգը, քանի ես խմած եմ մի քիչ էլ բարի եմ։ Ես գնամ իմ գործերին, էլի։ Թե չեմ հասկանում ինչ ես խոսում։ Ես իհարկե չգիտեմ ով ինչ է արել, ում է արել, խի է արել։ Չեմ հասկանում։ Բայց սենորվա մեր խոսակցությունը հիշի։ Ոնց որ քիչ էգոիզմը մոտդ երևում է։ Հա? Նո։ Միքայել Շախունց։ Սա որտեղից է իմացել սոսի պահերը։ Բարև ինչով կարող եմ օգնել։ Հերվից տեսա, որ շատ սիրուն հավաքածու ունեք, որոշեցի մոտենալ։ Ինձ գիտեք, բաց գույնի ու յուրահատուկ մի հատ հագուստ է պետք։ Շատ ճիշտ հասցեով եք եկել, համեցեք։ Ինչ-որ շատ Աննա Բագրատովնա վիճակը։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ, կսպասենք սիրով։ Մամա, նորից եմ հարցնում, ինչի ես գնացել իր այդ հանդիպման։ Էդ էլ քիչ է, մի հատ էլ հետո վատ ես խոսացել։ Նախ ես պատահաբար եմ Աննային հանդիպել, ու երկրորդը ես վատ չեմ խոսացել։ Ուղղակի որպես մայր կիսվել եմ։ Դու որպես մայր կիսվել ես, ինքն էլ ինձ զանգում ասում է, եթե չես ուզում գաս պրակտիկայի, մի արի։ Ուղղակի չեմ հասկանում մամատ ինչի հետ ես տենց վատ խոսած։ Անգելինա, դու չես հասկանում, ես վատ չեմ խոսել։ Լուրջ եմ ասում, դուք ինձ կգժվացնեք, մամ։ Ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ հետս խոսակ, ուզում եմ պատմեք, կիսվեք, ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում իմ կյանքում, կամ առհասարակ ինչ եք թաքցնում ինձնից, ինչ եք դուք իմացել, որ ես չպիտի իմանամ։ Սոս, ուր է սախար, ինչ պետք է եղած լինի, որ հեռախոսը տանը թողի։ Լավ, ինչի եմ անհանգստանում, մեկա ես իր այդ ոչ մի կապ չունեմ, ոչ ֆինանսապես, ոչ ֆիզիկապես, հա, բայց սիրային կապ ունեմ է,
Ճիշտ է միակողմանի է, բայց ունեմ։ Լավ Լիլիթ, հանգստացի։ Միացնում ենք ինձ համար լրիվ մեկա ռեժիմը։ Չէ, չի ստացվում։ Վայ, չեք պատկերացնի, ինչ ճիշտ ժամանակին եկաք բարի գալուստ։ Շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ է, գնանք մի քիչ հանգստանանք, հետո կխոսանք, էլի։ Չէ, հորդ հետ է կապված։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Չնայած օդանավականն էլ զանգեցինք, չպատասխանեց, պետք է գար մեզ վերցներ։ Հա ոնց պատասխաներ, հեռախոսը տանն է թողել, լսի չգիտեմ, շատ անհանգիստ եմ, եթե իմ սիրտ ինչ-որ բան ազգում, ուրեմն մի բան կատարվում է, ճիշտ է, ինքը օրը 24 ժամին վրա թքած ունի, բայց ես իր համար մտահոգված եմ էլի։ Դե լավ, երևի գործերով է խառը։ Ինչ գործ, պիտի գար ձեզ դիմավորել, դրանից կարևոր բան կա։ Դե լավ, իրերը տանենք սենյակ, կանք հասկանանք։ Ինձ կարար անտեսեր, բայց որ Արամի հետևից չի գնացել օդանավակայանն, այդ արդեն լուրջ է։ Ինչ ես կարծում, ինչ է եղել։ Չգիտեմ, բայց շատ տարօրինակ է։ Դե հա, բայց միգուցե իրոք գործերով է խառը։ Չէ, կզանգեր, կզգուշացներ, կասեր, որ չի կարողանալու, կա, որ մենք մենակ կանք տուն։ Դե կարծում եմ պետք չի ժամանակից շուտ անհանգստանալ։ Իսկ ինձ թվում է, որ մենք հələ ժամանակից էլ հետ ենք ընկել։ Մամ ջան, հիմա դու ինձ ասա պապային վերջին անգամ երբ ես տեսել։ Գիտես, ես հիշում եմ, դու ընդհանրապես գիտես վերջին շրջանում ինչեր է եղել։ Այսքանից հետո, որ ես հորդ համար անհանգստանում եմ, մինիմումը 2 երեխա պիտի ունենաք իմ անունով։ Արամ, ուր ես գնում։ Չէ, ես երեխուս կռվի մեջ ա գցելու, թե այդ տղայից ես ինչ-որ լավ բան տեսել եմ, որ զարմանում եմ։ Ասա մեծ մարդ ես, ես ինչ պահմտոցի ես խաղում։ Արամը դուրս եկավ։ Հա, դուրս եկավ։ Ինչ տեսակ աղջիկ, ես մի հատ տվայթվի հետևից գորա, չէ, Արամ, սպասի։ Արամը հասուն տղամարդա գիտի ինչ պիտի անի։ Դա քո կանացի պարտականությունն է։ Մա ջուր բեր, հա, տոթը տվեց վրաս։ Ես վերջին շրջանում այն քոն եմ քրտնում, տեսնես ինչից, հա, պիտի գնամ ստուգվեմ։ Ընդհանրապես, այս պատուհանները բացեք մի քիչ։ Ինչ եք զմռսել, տունը սարքել եք շոկե բաղնիք։ Բարև Արամ ջան, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ոնց եք, ոնց անցավ։ Լավ, շնորհակալ եմ Անտոն Զավենիչ։ Ճիշտն ասած, մի քիչ անհանգիստ եմ։ Ինչի։ Ճիշտն ասած, պապան պետքա գար օդանավական դիմավորել, բայց չեկավ։ Հետո տուն եկա, մամային հարցրեցի, պապան ուրա տեղյակ չէր։ Դուռն էլ բաց էր։ Ես էլ ես մի քանի ժամա չեմ կարող հետը կապի դուրս գամ։ Դրա համար որոշեցի գամ տեսնեմ ինչ է անում։ Կարող է, որ ես այստեղ չեմ եղել, ինչ-որ բան ա եղել։ Անհանգստանալու կարիք կա։ Սոսենդոյին հիվանդանոց ա գցել։ Ավելի բապ։ Հաստատ անհանգստանալու կարիք կա։ Մեր։ Լուրջ եմ ասում, մտել եմ տուն ու առաջինը քեզ եմ զանգել։ Չես պատկերացնի ինչ ուրախ եմ մեր, որ վերադարձել ես։ Ես էլ եմ շատ ուրախ, որովհետև շատ էի կարոտել բոլորիդ։ Վայ ես քեզ ոնց էի կարոտել, այնքան բան ունեմ հետդ խոսալու։ Դե դրա համար էլ պետքա շուտ տափույթ հանդիպում կազմակերպել։ Մեր իսկ կարող է իմանաս Սոսի հետ կապված ինչ-որ բան պարզվել է, եթե տաննես կարող է տեղյակ լինես։ Մի րոպե, ինչ պիտի պարզվեր։ Մենք որ եկանք տուն ինքը տանը չէր, դե Լիլիթն էլ իրան էր փնտրում։
Ես ձեր տանն եմ մի քիչ առաջ։ Դու? Հա, մեր եկել էի սոսի հետ խոսայի, բայց մի քանի հոգի ներս մտան ուժ գործադրելով տարան։ Եթե իմացել եմ դրանք մատով պապային կպել են, խոսք եմ տալիս Անտոն Զավենիչ, ես դրանց տուն-տեղ կվերացնեմ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Հաստատ պապան անիմաց տեղը իրանց վրա ձեռ չէր բարձրացնի։ Հաստատ Հենդոն հրահարել է։ Փաստենա, որ հիմա Հենդոնի հիվանդանոցում սոսնե չկա։ Բարև ձեզ։ Բարև Մերի ջան։ Արամ Անգելինան եմ։ Ասում է, որ մեր տանն է եղել, երբ որ մի քանի հոգի մտել են ու պապային տարել են։ Դու տեսնեմ։ Անգելը ովքեր են եղել։ Ինչ է ասում։ Չգիտի ովքեր են։ Ես գնում եմ հիվանդանոց հոր մոտ։ Դու էլ գնա տղուն գտի։ Գնացի։ Ինչ պարզվեց։ Դե պարզվեց այն, որ Անգելինան եկել է մեր տուն, որ պապային տեսնի, ինչ որ մարդիկ են եկել ու առևանգել պապային։ Անգելինան եկել է մեր տուն։ Ավելի ճիշտ կլիներ հարցնեիք, թե ովքեր են առևանգել պապային։ Յա, բարով եկար մեր օջախ դիցուհի։ Էդ էր մնում դու ինձ ուղղություն ցույց տայիր։ Ես ես չեմ ուզում ուղղություն ցույց տամ։ Ուղղակի ուզում եմ բացատրել, որ Անգելինայի այստեղ գալը այդքան էլ կարևոր չի։ Ուրեմն կարևոր է։ Ուրիշ հարցեր կան։ Չէ, չկան, ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ հարցեր պարզաբանել։ Ուղղակի տպավորություն է, որ ինչ վերադարձել եմ, ուզում եք կռիվ անենք։ Սխալ տպավորություն է։ Դու թռի կոֆե դիր, հա։ Ուրեմն այս Անգելինան կամ ինչ-որ բան գիտի, կամ ինչ-որ բան կասկածում է, որ եկել հասել է մեր տուն։ Չէ, լի, ինձ հիմա մենակ էս էր պակաս։ Ասա։ Հենց հիմա տեղը տասա։ Ախպերական ներվերս մի կեր։ Առանց էտել ներվայնացած եմ նենց մի արա։ Սաղ մաղձս քո վրա թափեմ։ Արա ասում եմ տեղը տասա, արա պարզից էլ պարզ է, որ հորս անետացման հետ ձեր ընտանիքն է կապված։ Տեղը տասա գալիս եմ։ Ախպոր պես չասասի չի էլի։ Փաստաբանն է եկել։ Ես ոչ մի փաստաբանի կարիք չունեմ, ոչ էլ ինձ արտարացնողի։ Չես գնում հետը հանդիպես։ Չէ, ինձ դա պետք չի։ Ես գիտեմ, թե ինչի համար եմ արել, պաշտպանության էլ կարիք չունեմ։ Դուրս է գար ստեղից։ Սոսնուրա եմ դու։ Դու ես ինչ իմանամ, Սոսնուրա կարող է սոսի ասիստենտն եմ ես։ Ինչքան ժամանակա կապի դուրս չի գալի։ Ինչ է կարել։ Արա եթե մի բան էլ արել եք, լավ եք կարել։ Դավա եղար ստեղից։ Մի հատ հանգստացում ինձ լսի եմ դու։ Որը քեզ լսելու չկա, ասեցի գնա ստեղից։ Ուրեմն լսի, եթե իմանամ մեկը սոսին վնասել եք, հատիկ գալու եք մոտս պատասխան տալու։ Տղետ սոսին տնից գովանալը տվե։ Արա շարեց դու արա։ Գնաց դերից քանի տեղից չեմ ելել։ Ինչ-որ բան են չի։ Խիչի երևում, որ են չի։ Ո՞վ է սրանց թե թողը։ Կխնդրեմ դուրս գաք։ Մի րոպե։ Եթե դուրս չգաք, ես անվտանգության աշխատողներին կկանչեմ։ Դու ինչ անվտանգության այ քույիկ։ Հոգեբուժարնից բրիգադ կանչեք, թող հավկեն տանեն սրանց։
նստեմ, ստիպի որ պատասխան տամ։ Դու կարայիր պուպուշ կյանք ունենայիր, եթե ստեղի հետ կապող կամուրջներդ վառեիր, բայց չէ, դու այդ չարեցիր։ Որովհետև քո հետ կապված ծրագիր ունեմ։ Առաջինը քեզ եմ վառելու։ Դե բավարի ում ես սպասում։ Ուր կորավեն ուժեղ տղեն, որ աչու ձախ թուրը ճոճում էր։ Ինչ, բայց դու հորս չպետք է կպնեիր։ Քո ձեռքերը պետք է հորս չհասնեին։ Արտար։ Մի թարգը տվեք, գնացեք սրանոց վարել։ Ոչ այն է պատասխանում, ոչ տղեն է պատասխանում։ Ձեր ուր գնացիք կորակարա։ Մի րոպե, այն կարուն կարա ինձ օգնի։ Ուր է կարա, ուր կորակ։ Ուր կորանք։ Ընկերդ ուր է։ Չգիտեմ։ Այդ գժի տեղս ինձ դրել։ Ոնց չգիտես, միասին չէիք դուք։ Դե միասին ենք, բայց սովորության համաձայն ինձ մեքենայից իջացրեց ու ինքը գնաց։ Բա ուր է գնացը, չի ասել։ Չգիտեմ, բայց հաստատ լավ տեղ չգնաց։ Ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Արի մետևից։ Ես դուրս եմ գալիս։ Լավ։ Հա, բայց ես հիմա ավտոբորդ էի գտնեմ։ Անետ, քեզ ուղղա թույլ տան, որ դու այստեղ գաս։ Ես վատ եմ զգում ինձ, երբ ես տեղը տեսնում քեզ։ Ես հաշճանք եմ այստեղ գալու։ Էնպես որ պատրաստ եղիր։ Իստիշ։ Քաղցրս Անետ, դու պետք է մոռանաս տեղի ճանապարհը։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Ես արդեն մենակ չեմ, եթե դու ինձ հիշում ու գնահատում ես։ Իմ սիրտը ցավում է Արտո, որ քեզ նման մարդը իր տարիները այստեղ պիտի անցկացնի։ Իմ սիրտը հանգիստ է, քանի որ այդ լակոտին ուղարկեցի են աշխարհ, ուղղակի ցավ եմ ապրում, որ քեզանից հեռու եմ լինելու ու որդուս շիրին չեմ կարողանալու գնալ։ Ոչ մի վարքյան չմտածես։ Ես կգնամ քո տղայի Շիրիմին այցի։ Ծաղիկներ կտանեմ, խունկ կծխեմ։ Շնորհակալ եմ Անետս։ Ափսոս, որ չկարողացա քեզ երջանկացնել։ Դու հանգիստ եղիր։ Ես վաղուց եմ համակերպվել իմ բախտի հետ։ Հենց հիմա ասում ես հերս ուր է։ Արամ կարող է գիտես քո համար լա կատարեմ։ Հազիվ եմ ինձ զսպում, որ ստե չտամ քիթը ջարդեմ։ Հերս ուր է։ Տար քեզ ստեղից։ Ուզում եմ հասկանամ սենց եք հարց լուծում։ Մարդ գողանալով, դու քեզ էլ հորդ էլ պապուտ է կտրորեմ կանցնեմ։ Ում կտրորես։ Մեզ։ Կտրորեմ կտենա, սարը։